Ռենյուս լրատվականը շարունակում է աշխատանքն ուղիղ եթերում, ես Սոնա Թումանյանն եմ։ Մենք անջատում ենք աղմուկը, լրահոսի բոլոր թարմացումները ներկայացնում ենք ամենօրյա ռեժիմով, հնարավորություն ենք տալիս ձեզ ընտրել լուրերի ձեր հարթակը։ Միացյալ Նահանգները փոխեց խաղի կանոնները, բացահայտ հայտարարելով Իսրայել-Իրան հակամարտությունում իր ներգրավվածության մասին։ 3 խոցված թիրախ եւ Թրամփը գոհ է։ Հարվածները հասել են նպատակակետին, թե ոչ։ Միացյալ Նահանգները դեռ հարցականներ է թողնում։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը պնդել է, որ դեռ պիտի ստուգեն արդյոք բոլոր թիրախներն են ոչնչացված։ Իսրայելի պաշտպանության բանակն էլ իր հերթին հայտնել է, որ իսրայելական ռազմաօդային ուժերը սկսել է հարվածներ հասցնել Իրանի արևմտյան հատվածում Քերմանշահի ռազմական օբյեկտներին։ Հնդածս Նեթանյահուն եւ Թրամփը շնորհակալություններ են փոխանակում, իսկ Իրանը դիվանագիտական կապերով է փորձում իրավիճակը հավասարակշռել։ Ռազմական զարգացումների ընթացքը ներկայացնենք ռեպորտաժով։ Անհնար է հավատալ, բայց Իրանին հարվածելու վերջնական հրամանը Դոնալդ Թրամփը տվել է Գոլֆի ակումբում։ Միացյալ Նահանգները հարվածել է Իրանի 3 միջուկային կայանների, այդ թվում գլխավոր Ֆորդոյի կայանին։ Իրանի բոլոր միջուկային օբյեկտները հիմնահատակ ոչնչացվել են, հայտարարել է Թրամփը։ ԱՄՆ զինուժը զանգվածային ճշգրիտ հարվածներ հասցրեց իրանական ռեժիմի 3 առանցքային միջուկային օբյեկտներին՝ Ֆորդոյին, Նաթանզին եւ Սպահանին։ Իրանի առանցքային միջուկային հարստացման օբյեկտներն ամբողջությամբ եւ լիովին ոչնչացվել են։ Իրանը, Մերձավոր Արևելքի բռնարարը, այժմ պետք է խաղաղություն կնքի։ Միացյալ Նահանգները Իրանին հարվածել է, ինչպես ամերիկացիներն են ասում, բոլոր ռումբերի մայրը համարվող զինամթերքով։ Մենք ոչնչացրինք Իրանի միջուկային ծրագիրը, սա պատմական հարված էր, որի ընթացքում B-2 Spirit ռմբակոծիչները կատարել են 2001 թվականից ի վեր իրենց ամենաերկար առաքելությունը եւ առաջին անգամ մարտական պայմաններում կիրառվել է հակաբունկերային ռումբը, որը հայտնի է որպես ռումբերի մայր։ Հեքսեթը խոստովանել է, որ Միացյալ Նահանգները Իրանին հասցրած հարվածներին պատրաստվել է շաբաթներ շարունակ, խիստ գաղտնիության պայմաններում։ Այս հարվածներից հետո Իսրայելի վարչապետ Նեթանյահուն նամակ է թողել Լացի պատի մոտ եւ աղոթել, ապա շնորհակալական մեծ ուղերձով հանդես եկել։ Ամերիկան իսկապես անգերազանցելի էր։ Նա արել է այն, ինչ երկրի վրա ոչ մի այլ երկիր չէր կարող անել։ Նախ գալիս է ուժը, հետո խաղաղությունը։ Նախագահ Թրամփ, ես շնորհակալ եմ ձեզ։ Թրամփին շնորհակալ է նաև ամբողջ Թել Ավիվը, Իսրայելի մայրաքաղաքում հսկայական պաստառներ են։ Շնորհակալություն, պարոն նախագահ գրությամբ։ Իդեպ Իրանը պնդում է, որ նախապես տարհանել է բոլոր 3 միջուկային օբյեկտները, որոնք ռմբակոծել են Միացյալ Նահանգները։ Լիլիթ Մուրադյան, Open Media։ Թրամփին ու Գոլֆի դաշտը մի կողմ թողնենք, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Կրեմլում հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Մոսկվան ջանքեր է գործադրում Իրանի ժողովրդին օգնելու համար, ասել է Պուտինը Արաղչիի հետ հանդիպման ժամանակ։ Մի քիչ էլ վերլուծական դատողություններ անենք եւ օդում կախված հարցերը իմի բերենք։ Նահանգները փաստացի դարձավ Իրան-Իսրայել հակամարտության մասնակից։ Նախարար Փիթ Հեքսեթը հայտարարեց, որ Իրանին ամերիկյան հարվածներից հետո եկել է դեպի խաղաղություն շարժվելու ժամանակը։ Սա պայքար է հանում խաղաղության հաստատման, թե աշխարհակարգը փոխելու համար է այս ամենը։ Տարակարծությունների արանքում տարածաշրջանային հակամարտությունները շարունակվում են սրվել։ Կա փոխզիջման պատրաստակամություն, թե ոչ, կա ագրեսիային վերջ դնելու ճանապարհ, դիվանագիտական սեղանները ի վերջո այն հարթակն են, որտեղ լուրջ հարցեր են լուծվում, թե գուցե հարցերի շարքը համալրվի ռեպորտաժից հետո։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Իսլամական Հանրապետության գլխավոր դիվանագետը Իրանի նկատմամբ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների գործողությունները ապօրինություն է որակել։ Իսրայելի եւ Ամերիկայի ագրեսիվ գործողությունները բացարձակապես ոչ լեգիտիմ են եւ խախտում են միջազգային նորմերը։ Մենք հիմա պաշտպանում ենք երկրի ինքնիշխանությունը եւ մեր պաշտպանությունը կրում է միանգամայն լեգիտիմ բնույթ։ Վլադիմիր Պուտինի խոսքով Իրանի դեմ Միացյալ Նահանգների հարձակումը բացարձակապես ոչ իրահրված ագրեսիա է, որը ոչ մի հիմք եւ արդարացում չունի։ Նախքան հանդիպումը Արաղչին Մոսկվա ժամանելուն պես հայտարարել էր, որ Իրանն ու Ռուսաստանը միշտ սերտ խորհրդակցություններ են անցկացնում ընդհանուր սպառնալիքներին դիմակայելու համար։ Իրանի եւ Ռուսաստանի միջև խորհրդակցությունները միշտ եղել են եւ մենք միասին աշխատել եւ խորհրդակցել ենք յուրաքանչյուր հարցի շուրջ, համակարգելով մեր դիրքորոշումները։ Ներկայումս տարածաշրջանում կան հատուկ պայմաններ, որոնք պահանջում են, որ մեր դիրքորոշումները լինեն ավելի ճշգրիտ, լուրջ եւ ուշադիր։
Նախորդին Իսլամական Հանրապետության արտգործնախարարությունը խստագույնս դատապարտել էր Իրանի խաղաղ նշանակության միջուկային օբյեկտների դեմ Միացյալ Նահանգների ռազմական ագրեսիան եւ հայտարարել, որ Իրանն իրեն իրավունք է վերապահում ամբողջ ուժով դիմադրել Միացյալ Նահանգների ռազմական ագրեսիային իր ազգային շահերը պաշտպանելու համար։ Նախորդին ամերիկյան հարձակումը դատապարտել էին Ռուսաստանն ու Չինաստանը, որոնք նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին իսկ էին պահանջել։ Շատ երկրներ, այդ թվում Թուրքիան, մտահոգություն էին հայտնել։ Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը հատուկ հայտարարությամբ շեշտել էր, որ ինքնիշխան պետության տարածքը հրթիռառմբային հարվածների ենթարկելու անպատասխանատու որոշումը, ինչպիսի փաստարկներով էլ այն հիմնավորվի, կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի կանոնադրությունը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք նախկինում միանշանակ որակել են նման գործողություններն անթույլատրելի։ Ընդ որում հարվածներն իրականացրել է մի երկիր, որը հանդիսանում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ։ Արտգործնախարար Սերգեյ Լավրովն ահազանգել է, որ ինքնապաշտպանության իրավունքի կիրառումը առանց ՄԱԿ-ի կանոնադրությունը հաշվի առնելու աշխարհակարգում կհանգեցնի լիակատար քաոսի։ Ամերիկացի տարբեր պաշտոնյաներ հայտարարում են, թե Միացյալ Նահանգները Իրանի հետ պատերազմի մեջ չէ։ Մեկ անգամյա հարված էր, որը կարող է շարունակություն ունենալ, ոչ ավելին։ Եվ ինչպես ասել է պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը, եկել է դեպի խաղաղություն շարժվելու ժամանակը։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն CBS հեռուստաընկերությանը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Իրանի հետ գործարքի, որը կբխի Իրանի շահերից, սակայն ամերիկյան կողմը պահանջում է, որ Իրանը հրաժարվի միջուկային հավակնություններից։ Հիմա Իրանի դեմ ռազմական գործողություններ նախատեսված չեն, եթե իհարկե նրանք հիմարություն չանեն եւ հարձակվեն ամերիկացիների կամ ամերիկյան շահերի վրա, նշել է պետքարտուղարը։ Փոխնախագահ Ջեյ Վենսն էլ հայտարարել է, որ Վաշինգտոնը շահագրգռված չէ Մերձավոր Արևելքում երկարատև հակամարտությամբ, քանի որ դա բացարձակապես կործանարար կլինի տարածաշրջանի համար։ Եվրամիության բարձր հանձնակատար Կայա Կալասը կոչ է արել Իրանին, Իսրայելին ու Միացյալ Նահանգներին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Նա միաժամանակ շեշտել է, որ Իրանին պետք է չթույլատրվի միջուկային զենք ստեղծել, քանի որ դա սպառնալիք կդառնա տարածաշրջանային անվտանգության համար։ Խաղաղության կոչ է արել Հռոմի Պապ Լևոն 14-րդը։ Պոնտիֆիկոսը հայտարարել է, որ այսօր առավել քան երբևէ հնչում է խաղաղության կոչը, մարդկության ճիչը, որը կոչ է անում պատասխանատվության եւ խոհեմության։ Դրանք չպետք է խլացվեն զենքով եւ ռետորական խոսքերով, որոնք միայն բորբոքում են հակամարտությունները։ Պատերազմը չի լուծում խնդիրները, այլ խորը վերքեր է առաջացնում ժողովուրդների պատմության մեջ։ Մերի Դանիելյան, Reopen Media։ Պակիստանը Թրամփի կերպարի մեջ իրական խաղաղության աղավնի էր տեսնում առավոտյան, իսկ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում պատկերը կտրուկ փոխվեց։ Ռուսաստանը, Չինաստանը եւ Պակիստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում շրջանառության մեջ են դրել Իրանի վրա Միացյալ Նահանգների հարձակումը դատապարտող բանաձևի նախագիծ։ Կոլեկտիվ ինքնապաշտպանություն Միացյալ Նահանգները Իսրայելի աներկբա դաշնակիցը իր պաշտպանական խոսքում գործողությունները հենց այսպես է անվանել։ Իրանի ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին էլ նշել է, որ բանաձևը պատմական փորձություն է այս խորհրդի միավորված ազգերի կազմակերպության համար։ Եթե այս խորհուրդը չկարողանա գործել եւ դատապարտել այս բացահայտ ագրեսիան, հանցակցության բիծը հավերժ կմնա նրա խղճի վրա։ Անվտանգության խորհրդից հետո Դոնալդ Թրամփը իր համացանցային օրագրում նոր գրառումով հստակ արձանագրել է, որ իրենց նպատակը նաեւ Իրանի ռեժիմի փոփոխությունն է։ Ռեժիմի փոփոխություն տերմինի կիրառությունը քաղաքականապես ճիշտ չէ, բայց եթե Իրանի ներկայիս ռեժիմը չի կարողանում Իրանը կրկին մեծ դարձնել, ապա ինչու ռեժիմի փոփոխություն տեղի չունենա, գրել է Թրամփը։ Նիստի մասին պատկերացում կազմելու համար դիտենք ռեպորտաժը։ Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստը վերածվեց դիվանագիտական փոխհրաձգության մարտադաշտի։ Ռուսաստանը, Չինաստանը եւ Պակիստանը իրենց առաջարկած բանաձևում պահանջում են ռազմական գործողությունների անհապաղ եւ անվերապահ դադարեցում եւ ընդգծում բոլոր կողմերի պարտավորությունը պաշտպանել քաղաքացիական բնակչությանը միջազգային իրավունքի համաձայն։ Տերությունների եռյակը նաեւ կոչ է արել դիվանագիտական ճանապարհով լուծել խնդիրը։ Իսրայելի ներկայացուցիչը կտրուկ քննադատել է Իրանի գործողությունները, մեղադրելով Թեհրանին բանակցությունները փակուղի մտցնելու եւ ժամանակ շահելու մեջ միջուկային զենքի մշակման նպատակով։ Դանի Դանոնի խոսքով միջուկային Իրանը բոլորի համար նույնքան մահացու դատավճիռ կլիներ, որքան իսրայելցիների համար։ Նրանք քաոս են փնտրում, իսկ մենք կարգ ու կանոն, ասել է նա։ Այս սենյակում գտնվող շատ ազգեր դիվանագիտությունը կիրառեցին վճռականությամբ եւ բարի կամքով, սակայն Իրանի ռեժիմն այլ ծրագրեր ուներ։ Իրանը բանակցային սեղանն օգտագործեց որպես քողարկում, հետաձգման մարտավարություն, ժամանակ շահելու միջոց, հրթիռներ պատրաստելու եւ ուրանը հարստացնելու համար։ Իրանը բանակցեց այնպիսի համաձայնագրերի շուրջ, որոնք երբեք չցանկացավ պահպանել։ Նա ստանձնեց այնպիսի պարտավորություններ, որոնք երբեք չհարգեց։ Նա ժամկետներին պատասխանեց անհնազանդությամբ, իսկ վերահսկողությանը դիմադրեց խոչընդոտներով։
Դանի Դանոնը հայտարարել է, որ միջազգային հանրությունը դեռևս ահաբեկված Իրանից իսրայելական Բերշևայի հիվանդանոցին ուղղված հրթիռակոծությունից այժմ կանգնած է վճռական ընտրության առաջ՝ խաղաղություն, թե նոր ավելի լայն պատերազմ։ Իրանի առողջապահության նախարարության տվյալներով իսրայելյան հրթիռակոծությունից մահացել է 13 երեխա։ Իրանը իր հերթին կտրականապես մերժում է մեղադրանքները, նշելով, որ Իրանը պահպանում է իր լիակատար եւ օրինական իրավունքը, համաձայն միջազգային իրավունքի, պաշտպանվելու ԱՄՆ-ի եւ Իսրայելի բացահայտ ագրեսիայից։ Սա պատմական փորձություն է այս խորհրդի եւ միավորված ազգերի կազմակերպության համար որպես ամբողջություն։ Յուրաքանչյուր պետություն եւ յուրաքանչյուր պատասխանատու գործիչ պետք է կանգնի այս դեպքի առջեւ եւ աներկբա դատապարտի այն։ Եթե այս խորհուրդը չկարողանա գործել եւ դատապարտել այս բացահայտ ագրեսիան, ինչը արվում է նաեւ Գազայում, հանցակցության բիծը հավերժ կմնա նրա խղճին։ ԱՄՆ-ն որպես Իսրայելի դաշնակից պաշտպանել է վերջինիս գործողությունները, դրանք որակելով որպես կոլեկտիվ ինքնապաշտպանություն։ Միացյալ Նահանգների պատվիրակը հայտարարել է. Իրանի կառավարության համար դեռ ուշ չէ ճիշտ բան անելու համար։ Իրանի ղեկավարությունը պետք է ամբողջությամբ հրաժարվի իր միջուկային նկրտումներից։ Այս գործողությունը նպատակ ուներ վերջ դնել համաշխարհային անապահովության տարիների ընթացքում կուտակված, բայց վերջերս արագ սրվող պատճառին եւ օգնել մեր դաշնակից Իսրայելին իրականացնելով մեր բնական կոլեկտիվ ինքնապաշտպանության իրավունքը, ինչը համապատասխանում է ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Ռուսաստանը կտրուկ քննադատել է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի գործողությունները, շեշտելով, որ Միացյալ Նահանգների ղեկավարությունը բացահայտորեն ցուցադրեց եւ ամբողջական արհամարհանք ցուցաբերեց միջազգային իրավունքի նորմերի եւ ՄԱԿ-ի կանոնադրության հանդեպ։ Վաշինգտոնը կրկին հաստատեց, որ իր իսրայելցի դաշնակցի շահերը առաջ մղելու համար պատրաստ է ոչ միայն աչք փակել տասնյակ հազարավոր պաղեստինցի կանանց, երեխաների եւ տարեցների սպանության վրա, այլև վտանգի տակ դնել ողջ մարդկության անվտանգությունն ու բարեկեցությունը։ Միջուկային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին կոչ արել կողմերին զսպվածություն ցուցաբերել։ Նրա խոսքով այս պահին ոչ ոք չի կարող գնահատել Ֆորդոյի ստորգետնյա վնասը, իսկ միջուկային կառույցների վրա զինված հարձակումները կարող են հանգեցնել ռադիոակտիվ արտահոսքի։ Աշխարհում ավելի շատ միջուկային զենքը մեզ համար անվտանգ չի դարձնի, ավելացրել է նա։ Պակիստանի ներկայացուցիչն իր ելույթում մեղադրել է Իսրայելին Իրանի հրթիռակոծության համար եւ ամբողջությամբ պաշտպանել Թեհրանի դիրքորոշումը։ Այսպիսով մենք վճռականորեն եւ միանշանակ դատապարտել ենք Իսրայելի ագրեսիան, հայտնել ենք համերաշխություն եւ լիակատար աջակցություն Իրանի ինքնապաշտպանության անբաժանելի եւ օրինական իրավունքին, համաձայն Միացյալ Ազգերի կազմակերպության կանոնադրության։ Դատապարտել ենք ՄԱԳԱՏԷ-ի հսկողության տակ գտնվող իրանական միջուկային օբյեկտներին Իսրայելի հասցրած անօրինական եւ միակողմանի հարվածները։ Կոչ ենք արել դադարեցնել այդ ագրեսիան, պաշտպանել ենք ռազմական գործողությունների դադարեցումը եւ Իրանի միջուկային ծրագրի խաղաղ եւ երկարատև կարգավորման համար երկխոսությանն ու դիվանագիտությանը վերադառնալը։ Ինչպես նշել է ՄԱԿ-ում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը, Իրանի դեմ իր հարվածներով Միացյալ Նահանգները բացել է Պանդորայի արկղը եւ այժմ ոչ ոք չգիտի, թե դա ինչ նոր հետևանքների կարող է հանգեցնել։ Աննա Հարությունյան, Reopen Media։ Իսկ ինչու է Իրանը որոշել փակել Հորմուզի նեղուցը։ Իրականում Հորմուզի նեղուցի ուղղակի փակում չկա, բայց կա թվային բլոկադա։ Իրանը չգնաց այդ ծայրահեղ քայլին, գուցե հավատալով դիվանագիտական ճանապարհով խնդիրը կարգավորելու Թրամփի հայտարարություններին։ Նարինե Ղուկասյանը նեղուցի շուրջ առաջացած աղմուկը ներկայացնում է ռեպորտաժով։ Ամբողջական տեսանյութը ժամը 21-ին, իսկ հիմա դիտենք հատված։ Կարողացել են ճնշել, որ այդ տարածաշրջանում այսպես կոչված GPS սիգնալները չեն աշխատում։ Իսկ բոլոր նավերը, որոնք հատում են Հորմուզի նեղուցը, իրանք կարիք ունեն GPS սիգնալների։ Առանց դրա իրանք դժվարությամբ են շարժում։ Ռուսաստանը շարունակում է խանդի տեսարաններ սարքել, երբ Իսրայելն ու Իրանն են ուշադրության կենտրոնում, թերևս միայն ռուս-ուկրաինական հակամարտությունում զոհերի թվի աճը կարող է ուշադրություն գրավել։ Խոսենք թվերով 440 դրոն եւ 32 հրթիռ։ Ռուսաստանի նոր հարձակման պատճառով վնասվել են բնակելի շենքեր ու մետրոյի կայարան, որը ծառայում էր որպես ռմբապաստարան։ Հարվածներ են հասցվել Խարկովին եւ Զապորոժիեին, վնասելով ենթակառուցվածքներ։
Ուկրաինան դիմակայում է ռուսական ուժերին Դոնբասում եւ հարավում։ Հաստատված է, որ Ուկրաինան էլ դրոնային հարձակումներ է իրականացրել Ռուսաստանի սահմանամերձ շրջանների վրա, ներառյալ Կուրսկը։ Զոհերի մասին տվյալներ չկան։ Հանգստյան օրերին Պուտինը հայտարարել էր, մեջբերում եմ, Ուկրաինան պետք է ճանաչի 4 հայտնի շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները, եւ դա պետք է ճանաչվի որպես կատարված փաստ, քանի որ դա չանելը կնշանակի, որ կա զինված բախումների վերսկսման հնարավորություն, մեջբերման ավարտը։ Զելենսկին էլ պատասխանել է Ռուսաստանի Դաշնության նախագահի նախորդ հայտարարությանը, նշելով, որ երբ Պուտինը խոսում է Ուկրաինայի եւ ռուս զինվորների ոտքերի մասին, նա նկատի ունի նաեւ Բելարուսը, Բալթյան երկրները, Մոլդովան, Կովկասը եւ հավելել, մեջբերում եմ, Պուտինի իշխանությունն ավարտվում է այնտեղ, որտեղ ավարտվում են ռուսների հնարավորությունները։ Կիևում գիշերվա ռուսական հարձակումներից զոհերի թիվը հասել է 5-ի, վիրավորները 19 են։ Հրթիռային հարվածից բնակելի շենքը գրեթե հողին է հավասարվել։ Չեռնիգովի մարզի Սնովսկ համայնքում էլ հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 10-ը վիրավորվել։ Ռուսական պաշտպանական գերատեսչությունը պնդում է, որ հարվածներ են հասցրել զինամթերքի պահեստներին, դրոնների օպերատորների պատրաստման եւ Ուկրաինայի զորքերի ժամանակավոր տեղակայման կետերին 137 շրջանում։ Մինչև աշխարհի ուշադրությունն ուղղված է Իրան-իսրայելական հակամարտությանը, ռուս-ուկրաինական օդում անօդաչուներն ու հրթիռներն են ուղղված բնակելի թաղամասերին։ Ուկրաինան Ռուսաստանին մեղադրում է մոտ 352 շահեդ տիպի իրանական դրոնով եւ Իսկանդերի 16 հրթիռով հարվածելու համար։ Ռուսական կողմը հայտնում է, որ հակաօդայինները վերջին 1 օրում խոցել են 7 ամերիկյան JDAM հրթիռ եւ 123 դրոն։ Շաբաթ Վլադիմիր Պուտինը խոսեց Ուկրաինային խաղաղության հին առաջարկի մասին։ Այնուհետև բացատրեց, որ ռուս զինվորների երթուղին քաղաքական որոշումներ չի կազմվում, այլ մարտի դաշտում։ Դե մենք ունենք այսպիսի հին, դե դա ասացվածք չէ, առակ չէ, այլ հին կանոն, այնտեղ, ուր ռուս զինվորի ոտքն է կպչում, դա մերն է։ Կիրակի ռուսական զինված ուժերը գրավել էին Խարկովի մարզի Պետրովսկոյե եւ Դոնեցկի շրջանի Պերեբուդովա բնակավայրերը։ Միաժամանակ բարելավել են դիրքերը Չասով Յարում եւ Կրասնոլիմանսկի ուղությամբ։ Զելենսկին պատասխանել է. Պուտինը բոլորի, մասնավորապես Ամերիկայի աչքերին է թոզ փչում այս հայտարարությամբ։ Ուկրաինայի նախագահը մեղադրել է ռուս պաշտոնակցին, ասել, որ Պուտինը նոր չէ, որ աչք է դրել Ուկրաինային։ Եվ երբ նա խոսում է Ուկրաինայի եւ ինչ-որ բան էլ ցամաքում ռուս զինվորների կոշիկների մասին, նա նաեւ խոսում է Բելարուսի, Բալթյան երկրների, Մոլդովայի, Կովկասի, Ղազախստանի նման երկրների եւ երկրի վրայի բոլոր այն վայրերի մասին, ուր կարող են հասնել ռուս մարդասպանները։ Պուտինի իշխանությունն ավարտվում է այնտեղ, որտեղ ավարտվում են ռուս մարդասպանների հնարավորությունները։ Զելենսկին հայտարարել է նաեւ, որ այսօր պետք է այցելի Մեծ Բրիտանիա քննարկելու Ուկրաինայի պաշտպանության ու Ռուսաստանի վրա լրացուցիչ ճնշման հարցերը։ Պատերազմի 3-րդ տարում ռուսական կողմն առաջարկում է ավարտել պատերազմը ներկայիս սահմաններով, ով որտեղ է։ Ուկրաինան, որը կորցրել է իր վերահսկողության տակ մի քանի մարզ, չի համաձայնում։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։ Սև ամպերը աշխարհագրական դիրք ու սահման չեն ճանաչում։ 3 հունիսի 22-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Դվեյլա թաղամասի Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 22 մարդ։ Վիրավորների քանակը հատում է 5 տասնյակը։ Նշվում է, որ ահաբեկիչը նախ կրակ է բացել ամբոխի ուղղությամբ, այնուհետև պայթեցրել ինքն իրեն, բայց նա միայնակ չի եղել։ Reuters-ի տեղեկություններով ներսում նաև երկրորդ հրաձիգ է եղել, որը փախուստի է դիմել։ Եկեղեցում այդ պահին ներկա են եղել հարյուրավոր հավատացյալներ։ Պայթյունը անսպասելի է եղել ու հարվածային մեծ ալիք է առաջացրել։ Տարբեր երկրներ, ՄԱԿ-ի ներկայացուցիչներ, նաև հայ կաթողիկե պատրիարքարանը դատապարտել են այդ գործողությունը։ Սա վերջին տարիների առաջին խոշոր ահաբեկչությունն էր Դամասկոսում։ Նախորդ նման գործողությունները տեղի են ունեցել մինչև 2016 թվականը։ Պատմում է Լիլիթ Մուրադյանը։ Կիրակնորյա պատարակի ժամանակ է ահաբեկիչը մտել Դամասկոսի ուղղափառ եկեղեցի, հավատացյալների վրա անկանոն կրակ բացել ու պայթեցրել իրեն։ Զոհերի թիվը հասել է 22-ի, 50-ից ավելի մարդ վիրավոր է։ Սուրբ Եղիա հունական եկեղեցու քահանան պատմել է, որ ահաբեկիչները 2-ն են եղել։ Մենք եկեղեցուց դուրս կրակոցներ լսեցինք, հետո 2 հոգի պայթուցիկ գոտիներով ներս մտան, կրակեցին եւ պայթեցրին դրանք։ Ըստ Սիրիայի ներքին գործերի նախարարության ինքնասպան ահաբեկիչը իսլամական պետության անդամ է եղել։ Սա
Դամասկոսում առաջին ահաբեկչությունն էր այն բանից հետո, երբ նախկին նախագահ Բաշար al-Ասադը դեկտեմբերին տապալվեց իսլամիստների գլխավորած ապստամբության հետևանքով։ Ասադի տապալումից հետո իսլամական պետությունը Սիրիայում եկեղեցիների վրա մի քանի հարձակման փորձ է կատարել, սակայն որևէ մեկը չէր հաջողել։ Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարան, որը գլխավորում էր Ասադի դեմ հարձակումը, անցումային փուլի համար իշխանություն ստանձնելուց առաջ բազմիցս հայտարարել է, որ պաշտպանելու է փոքրամասնություններին։ Հունաստանի արտգործնախարարությունը դատապարտել է ահաբեկչությունը ու այն անվանել զազրելի հարձակում։ Ահաբեկչությունը դատապարտել է նաև Թուրքիան, որի օգնությամբ ի դեպ Սիրիայի նոր ղեկավար Ալ-Շարան դարձավ նախագահ ու աշխարհը մոռացավ նրա ահաբեկչական անցյալի մասին։ Լիլիթ Մուրադյան, Reopen Media։ Աշխարհաքաղաքական փոթորիկներում Հայաստանը կարծես Նոյի տապանն է։ Այստեղ ապահով է թվում, բայց արի ուտես, որ տապանի բնակիչները երեկվանից այլևս խաղաղ չեն։ Մայր տաճարում երեկ բազմաթիվ քաղաքացիներ էին հավաքվել ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու։ Սուրբ պատարագ է մատուցվել Մայր տաճարում, պատարագի ավարտին ամենայն հայոց հայրապետի հանդիսապետությամբ կատարվել է մաղթանք Մայրաթոր Սուրբ Էջմիածնի անսասանության եւ հավետ պայծառության համար։ Ամենայն հայոց Գարեգին II կաթողիկոսի օրհնությամբ հավատացյալների երկրպագության համար դուրս են բերվել Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքները։ Հայաստանի հոգևոր առաջնորդն էլ կաթողիկ է Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սուրբ պատարագից հետո Մայր տաճարի բակում հայտարարել է, որ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, ուղիղ հարված հայոց պետականությանը։ Մեջբերեմ, օրերս ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեմ իրականացված անօրինական հետապնդում է տեղի ունեցել։ Բռնաճնշումներով երբեք երկիր չի կառուցվի, սպառնալիքի ու վախի մթնոլորտում արդարություն եւ համերաշխություն չի հաստատվի, նշել է կաթողիկոսը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կաթողիկոսի հայտարարությունների պատասխանը կրկին իր ֆեյսբուքյան էջում է զետեղել։ Վարչապետը նշել է, մեջբերում եմ, այսօրվա քարոզը լավ առիթ է, որ կտրիչ Ներսիսյանը հանրությանը ներկայացնի իր տիկնոջն ու զավակին։ Պարզաբանի, թե իրեն հայտնի պոռնկացումներից հետո ինչու է Սամվել Խաչատրյանին պահում վեղարի տակ։ Բացահայտի մոմի վաճառքի շահույթը ինչպես է բաշխվում Կարոյի եւ Եզրասի միջև։ 50-50, թե այլ տրամաբանությամբ։ Բարձրաձայնի որքան է կազմել այդ շահույթը 2024 թվականին։ Նաև բացատրի ինչու այդ շահույթներից Կարոն եւ Եզրասը վճարումներ չեն անում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Մեջբերման ավարտը։ Արտաքին գերատեսչությունը եւս ակտիվ է։ Նախարար Արարատ Միրզոյանը նախորդին հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Անդրադառնալով Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն փոխգործակցությանը, Արարատ Միրզոյանը եւ Կայա Կալասը մտքեր են փոխանակել առաջիկայում նախատեսվող շփումների օրակարգի շուրջ։ Միրզոյանը նաև նոր գործուղման է պատրաստվում, այս անգամ Չինաստան։ Արտաքին գործերի նախարարը Պեկին կմեկնի Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի քաղբյուրոյի անդամ եւ արտաքին գործերի նախարար Վան Յիի հրավերով հունիսի 24-ից 27-ին։ Նախատեսված է հանդիպում Չինաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Վան Յիի հետ։ Ծրագրված են նաև այլ քննարկումներ։ Նշենք, որ Չինաստանի Տյանցին քաղաքում հունիսի 24-ից 26-ը նախատեսված է Դավոսի համաշխարհային ֆորումը։ Շարունակելով ներքին լրահոսի շարքը տեղեկացնեմ նաև, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ։ Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների զինված ուժերի գործունեության մի շարք ոլորտներում ընթացող աշխատանքների վերաբերյալ զեկույցներից հետո Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տվել է մի շարք ցուցումներ եւ հանձնարարականներ։ 2025 թվականի ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ Սուրեն Պապիկյանը Պաշտպանության առաջին փոխնախարար զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ այցելել է կենտրոնական հավաքակայան։ Նախարարը ծանոթացել է զորակոչային հանձնաժողովների աշխատանքին, զրուցել զորակոչիկների հետ, մաղթելով նրանց բարի եւ անվտանգ ծառայություն։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացվել են զորակոչին նախորդած լայնածավալ աշխատանքները, զինակոչիկների բժշկական հետազոտության կազմակերպման ընթացքը։ Նախարար Պապիկյանը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին գործընթացը պատշաճ անցկացնելու համար։
Երբ եկեղեցու բակում ընդհարվում են լրագրողն ու գործարարը, խոսքը Գաբրիել Ջեմբերջյանի մասին է։ Լրագրողը գործարարին հարցրել է, թե ինչու է մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքներին, երբ նույն իշխանությունն իրեն փողերի լվացման մեղադրանք է առաջադրում։ Հարց ու պատասխանը մեղմ ասած չի ստացվել։ Եկեղեցի։ Լավ։ Մի րոպե, հանգիստ։ Հանգստանալու։ Պարոն Ջեմբերջի։ Ապուշ։ Պարոն Ջեմբերջի։ Իսկ վիճաբանության մեջ փաստացի պասիվ գործող անձը Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկինը տեղի ունեցած անարձագանք չի թողել։ Աննա Հակոբյանը Facebook-յան իր էջում գրել է «Իմ քայլը» հիմնադրամի մասին ու դիմելով լրագրողին հավելել։ Բայց նրանք ի տարբերություն քեզ սողացող տգետիտ աշխատանքի դիմաց ստիպված չեն լինի ծառայություն մատուցել իրենց աշխատանքով ապահովողին եւ մարդկանց ինֆարկտի հասցնել տխմարագույն հարցերով ու պնդումներով։ Մինչև էջմիացնում հայոց հոգևոր կյանքի պաշտպանները վեճ ըմբռնկում եկեղեցուն մեջբերում եմ իր ձևերով աջակցող Սամվել Կարապետյանը Արմավիրի քրեակատարողականից իր 3-րդ նամակն է հանրայնացնում, մեջբերում եմ գրությունը։ Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին, ամբողջովին քանդել երկրի արտաքին անվտանգությունը, ամբողջովին փչացնել հարաբերությունները գլխավոր դաշնակցի հետ, ամբողջովին փչացնել հարաբերությունները ռազմական բոլոր դաշնակիցների հետ, ժողովրդին հրամցնելով թվացյալ խաչմերուկների եւ խաղաղության մասին երազանքները։ Արդյունքում մի քանի կացին կախեց մեր երկրի գլխին՝ Թուրքիա, Ադրբեջան, նույնիսկ արդեն Պակիստան։ Կորցրինք հազարամյակների բացառիկ արժեքավոր պատմություն ունեցող եւ արյան գնով պահած հայկական Արցախը, որից հետո խաղաղության պայմանագրի էժանագին ու սուտ խոստումներով սկսեցին հատ առ հատ հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքները։ Քանդեցին զինված ուժերը, հանձնելուց ու քանդելուց հետո մեր երկրի սահմանները պաշտպանելու միակ միջոցը դարձան մի քանի անհասկանալի մարդկանց հեռադիտակները։ Սուտ խոստումներով, թե իբրև սրանցից հետո ստորագրելու ենք խաղաղության պայմանագիրը, իր էժանագին կեցվածքով սկսեց վազել հարևան երկրների ղեկավարների հետևից, արժեզրկելով դարեր շարունակ հայ մարդուն վայել արժանապատիվ ապրելու հնարավորությունը։ Շուտով մեր արտաքին անվտանգությունը վերակառուցվելու է, իսկ արժանապատվությունը շատ արագ վերականգնվելու է, պայքարելու ենք շարունակելի մեջբերման ավարտը։ Եվ թողարկման վերջում միասին բացահայտենք, թե ովքեր են իրականացրել ադամանդների մաքսանենգությունը։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը այսօր հաղորդագրության համաձայն հանցագործության հետևում Հայաստանի քաղաքացիներ բաղիկյան եղբայրներին էր տեսնում։ Ըստ անվտանգության դաշնային ծառայության ռուսական Ալ-Ռոսա ընկերությունից գողացված ադամանդները տեղափոխվել են Հայաստան ADM Diamond SP-ի կողմից, որի շահառուն հայ ազգի գործարար եւ պատգամավոր Խաչատուր Սուքասյանն է։ Գործարարի խոսնակը հերքել է նրա կապը տվյալ կազմակերպության հետ։ Ռենյուս լրատվականի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է, հետևեք բազմալեզու լրատվության մեր սոցիալական հարթակներում ժամը 21-ի թողարկումից հետո։ Ես Սոնա Թումանյանն եմ, մինչև հանդիպում։